Աֆրիկա մայրցամաք, Քենիա, Լամու կղզի։ Fastex-ն իր ակնային նախագծով Քենիայում էր։ Լամուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր է, իր մշակութային նշանակության և եզակիության շնորհիվ։ Քաղաքի պատմությունը սկսվում է 14-րդ դարից։ Նեղ փողոցները, քարաշեն տները և փայտե փորագրությամբ զարդարված դռները վկայում են անցյալի բարձր մշակույթի մասին։ Մեկ շաբաթ շարունակ Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաները մասնակից դարձան յուրօրինակ կրթական ծրագրի։ Նրանք ծանոթացան էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներին և NFT-ների հետաքրքիր աշխարհին։ Առաջին օրը Fastex-ի բիզնեսի աճի մասնագետ Սերգեյ Բիչախչյանը պատմեց ընկերության գործունեության, բրենդների, NFT հարթակների մասին։ Fastex-ի և ակնայի նախագծի կողմից այս հանդիպումը կազմակերպել է հիանալի նախաձեռնություն էր։ Web 3-ի ապագան միայն խոշոր քաղաքների մարդկանց համար չէ, այն բոլորի համար է։ Եվ Լամուի նման վայրերում ապրող մարդիկ ունեն թարմ գաղափարներ և համայնքային արժեքներ։ Եվ եթե այսօր նրանց տրամադրվեն ճիշտ գործիքներ, վաղը նրանք կարող են դառնալ ոլորտի հաջողակ առաջնորդներ։ Արվեստասերներին հետաքրքրեց NFT-ների հետ ունեցած կապը, ինչը վերածվեց հետաքրքիր հարց ու պատասխանի։ Երեխաները շատ հետաքրքրված էին։ Ոմանք ուզում էին ստեղծել խաղեր, ոմանք թվային թանգարաններ Լամուում։ Մի աղջիկ անգամ հարցրեց. հնարավոր է արդյոք կիրառել բլոկչեյն տեխնոլոգիան, օգնելու ձկնորսներին հետևել իրենց որսին։ Հաջորդող օրերին ակնայի արտիստ Alpha ODH-ը ներկայացրեց նախագիծը, խոսեց իր համագործակցության և անցած ուղու մասին։ Սա իմ երկրորդ համագործակցությունն է ակնայի հետ, առաջինը Վենետիկում էր, սա Քենիայում։ Առաջին անգամ եմ նման բան անում, շատ լավ փորձառություն է։ Հաճելի է շփվել երեխաների հետ, ծանոթանալ նրանց գաղափարներին, ապրելակերպին, իսկապես հետաքրքիր է։ Ալֆան կապ հաստատեց ինձ հետ, ներկայացրեց ակնայի հետ համագործակցության գաղափարն ու դա ինձ շատ դուր եկավ։ Նա շատ տաղանդավոր արվեստագետ է, ուստի ես շատ ուրախ էի նրան ողջունելու Բունիֆուում։ Ձեր ներկայությունն այստեղ ակնայի եւ Ալֆայի միջև այս համագործակցությունը երեխաների հետ նկարելը շատ մեծ նշանակություն ունի Բունիֆուի երիտասարդության համար։ Կարծում եմ մենք ամենաբախտավոր կազմակերպությունն ենք, որ նման համագործակցություն ենք ունեցել ակնայի հետ։ Ապագա արվեստագետները մի քանի օր շարունակ պատկերազարդեցին Երևանից ուղարկված 20 ակնուլուն քանդակի վրա, իրենց հայրենի բնաշխարհի հետաքրքիր դետալներով ստեղծելով յուրօրինակ արվեստի գործեր։ Նկատեցի, որ շատ երեխաներ իրենց աշխատանքներում ներառում են նախշեր։ Մտածեցի, ինչու չսովորեմ այսօր նրանցից։ Վստահ էի, որ բոլորս միասին, ես, Ակնայը եւ Նյամբուրան կարող ենք երեխաների համար ստեղծել իսկապես նշանակալի բան։ Այս համագործակցությամբ Ուբունիֆու Լամուի երեխաներին ես փոխանցում եմ արվեստաբանական գիտելիքներս, Ակնայն էլ ներկայացնում է կրիպտոյի եւ NFT-ների թվային աշխարհը։ Հիմնական գաղափարը նրանց ավելի շատ միջոցներ եւ հնարավորություններ տրամադրելն է։ Նախատեսվում է Դուբայում կազմակերպել ակնուլուն քանդակների ցուցադրություն, որի ընթացքում աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին։ Fastex-ը եւ ակնայը մշտապես նպաստում են կրթության զարգացմանը աշխարհի տարբեր ծայրերում։ Աֆրիկայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի տաղանդավոր երեխաների ապագան հուսալի ձեռքերում է։ Կարևոր չէ թե որտեղ են նրանք ծնվել, կարևոր է թե ուր են գնում։